երեկ հրապարակվեց ռուսա-բելառուսական կուսակցության նախընտրական ցուցակները եւ զավեշտը կայանում է նրանում, որ այդ ցուցակները չեն գլխավորում ոչ Սամվել Կարապետյանը, ոչ էլ Գագիկ Ծառուկյանը եւ ինչպես ամիսներ շարունակ մենք պնդում էինք, այդ ցուցակները գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը եւ եթե դեռ կան մարդիկ, ովքեր այս ամենին չեն հավատում, բավական է վերցնել ցուցակը եւ ծանոթանան թեկնածուներին, իսկ այնտեղ են գտնվում գործող քոչարյանական պատգամավորները, մանդատները վայր դրած քոչարյանական նախկին պատգամավորները եւ իհարկե ավականու անդամ, ով որ ամիսներ շարունակ պնդում է, որ որևիցե առնչություն չունի Քոչարյանի հետ, բայց իր տեղը գտել է այդ ցուցակում։ Եվ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր հունիսի 7-ին կգնան ընտրատեղամասեր եւ կորոշեն իրենց ձայնը տալ Սամվել Կարապետյանին կամ Գագիկ Ծառուկյանին, պետք է քաջ գիտակցեն, որ օրենքով Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ պատգամավոր, ոչ էլ վարչապետ, Գագիկ Ծառուկյանն էլ հրաժարվել է լինել վարչապետից եւ նրանց միասնական վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Ուստի մեր սիրելի քաղաքացիները իրենց ձայնը տալու են հենց Ռոբերտ Քոչարյանին։